Այդ տեսեք սվաղի վրա ոտնահետքեր, սա ռազմակոշիկի, այսպես կոչված կալիգա միլիտարիսի հետքեր են, որը բնորոշ էին հռոմեական և բյուզանդական զինվորներին, բացառված չի, որ աշխատանքը մասնակիորեն ղեկավարել են նաև դրսից եկած ճարտարապետները և նրանց կոշիկների այդ մեխերը տպվել են շաղախի վրա, մոտարպես 40-41 համարի չափեցինք։ Ռազմակոշիկի հետքերը գտնվել են Անտիկ Հայաստանի մայրաքաղաքի Արտաշատի պեղումների ժամանակ բացված եկեղեցու տարածքում։ Պեղումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտը Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետների հետ համատեղ։ Աշխարհագրորեն եկեղեցին գտնվում է Խորվիրապի հարակից բլուրներից մեկի վրա։ Եվ որ պատկերացնեք, սա Խորվիրապն է, սա մեր նոր եկեղեցին է, սա էլ սահմանի գոտին է։ Տեսնում եք ինչքան մոտիկով է անցնում։ Ռադիոածխածնային քննությամբ հաստատվել է, որ եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում։ Կառույցից պահպանվել է միայն հիմքերի պատերի մի մասը, 1,5-2 մետր բարձրությամբ։ Ելնելով թվագրությունից, սա լուսավորչահիմն եկեղեցի է, և դրանով այն ավելի նշանակալի է դառնում։ Եկեղեցու մասին որոշ հիշատակումներ կան նաև գրավոր աղբյուրներում, ասում է Արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանը, հիշեցնելով Տիրանարքայի և Հուսիկ կաթողիկոսի մասին պատմական վկայությունները, երբ Կեսարիայում ձեռնադրվելուց հետո կաթողիկոսին դիմավորում է արքան և ուղեկցում է հենց Արտաշատի եկեղեցի։ Ինչպես ասում է հնագետը, սա Հայաստանում հնագիտորեն փաստագրված վաղ քրիստոնեական շրջանի եկեղեցի է և իմաստային շփոթից խուսափելու համար մանրամասնում։ Մենք գիտենք ամենաառաջի եկեղեցին, որը հիմնել է լուսավորիչը Տարոնի շրջանում, դա Սուրբ Հովհաննեսի եկեղեցին է, որտեղ և կնքվել է Տրդատը և արքունիքը, երկրորդը դա Մայրաթոռն է 303 թվականին և փաստորեն հաջորդը Արտաշատի եկեղեցին է։ Իսկ եթե հաշվի առնենք, որ առաջի եկեղեցու մասին մենք գիտենք միայն աղբյուրներից, Սուրբ Էջմիածինը դեռևս նշանակալի հնագիտական ուսումնասիրության չի ենթարկվել, միանգամայն հասկանալի պատճառներով, թեև 30-ական թվականներին Աշխարհբեկ Քալանթարը հնագետ այնտեղ պեղումներ անցկացրել է մասնակի եկեղեցու շրջակայքում։ Այսպիսով սա միակ եկեղեցին է Արտաշատինը, որը ենթարկվում է հնագիտական ուսումնասիրության, և բացի աղբյուրագիտական տվյալներից մենք ունենք հստակ անալիտիկ տվյալներ նրա թվագրության վերաբերյալ։ Ինձ թվում է նա ավելի ուշ է, քան Մայրաթոռը, այնուհանդերձ հնագիտորեն փաստագրված նա վաղագույնն է։ Շուրջ 1000 քառակուսի մետր է եկեղեցու տարածքը։ Օրինաչափորեն հենց այսպիսի մոնումենտալ կառույց էլ պիտի ունենար ժամանակին մեգապոլիս համարվող Արտաշատը։ Կրով շաղախված տեղական քարից էր շարված հիմնապատերը, հատակը տեղ-տեղ աղյուսաշար է։ Եկեղեցին կղմինդրե գմբեթ է ունեցել։ Սրանք այրված կղմինդրի մնացորդներն են։ Գմբեթի մույթերից մեկն էլ արդեն հնագետները պեղել են։ Եկեղեցին ութանկյուն ճարտարապետական հորինվածք ունի, դեպի հյուսիս, հարավ, արևելք և արևմուտք ուղղված ելուստներով։ Կարելի է ասել, որ Հայաստանում մենք չունենք նման ճարտարապետական հորինվածքով եկեղեցի, բայց մենք ունենք Հայաստանին հարակից երկրներում, մասնավորապես Սիրիա-Պաղեստինյան շրջանում մոտավորապես նույն ժամանակի եկեղեցիներ ութանկյուն կան։ Կան նաև մեզնից Հայաստանից հյուսիս-արևմուտք ներկայիս Աբխազիայի տարածքում ևս 4-րդ դարի եկեղեցի է, բայց նա քիչ ավելի ուշ է, քան Արտաշատինը, և զարմանալի չի այդ առումով, որ հորինվածքային ընդհանրություններ Փոքր Ասիայի, Լևանտի և այլնի եկեղեցիների հետ այս մեր նոր գտածոն ունի, որովհետև այդ ամբողջ շրջանը նախաքաղկեդոնական բաժանումներ, Քաղկեդոնի ժողովի
բանը եսի նկատի ունեմ, երբ որ արևելյան եւ արևմտյան եկեղեցիները բաժանվեցին։ Իսկ մինչ այդ 4-րդ դարի սահմաններում դա ընդհանուր քրիստոնեական աշխարհ էր։ Եվ նորույթները պատտվում էին այդ աշխարհում առանց որևէ սահմանազատման։ Քիվերի, խաչերի եւ այլ գտածոների մնացորդները վկայում են, որ եկեղեցին իր ժամանակին համահունչ շատ հարուստ ներքին ձևավորում է ունեցել։ Դա են վկայում նաեւ այս տուփում պահվող եկեղեցու ներսից պեղված մարմարի բեկորները եւ սալերը, այրված կոտրված վիճակում։ Դրանք դեռ նյութաբանական ուսումնասիրության են ենթարկվելու, բայց բեկորների եռաչափ սկանավորումը թույլ է տալիս ենթադրել, որ դա եկեղեցու սուրբ սեղանն է եղել։ Ընդ որում մարմարը բերվել է Փոքր Ասիայից, Արևմտյան Փոքր Ասիայից, հոյակապ մշակված, ընդ որում սալիկներից, որոշ սալիկների վրա այն կողմերից, որոնք չեն երևում, կան հունարեն տառեր, մարկիրովկայի արած նրա համար, որ հետո հավաքվի տեղում, վարպետների նշաններ են դրանք, եւ այդ սեղանի բեկոտվածությունը, գիտեք, բերում է համոզման, որ այն կոտրվել է միտումնավոր։ Բացառված չի, որ եկեղեցին ավերվել է 369 թվականին Շապուհ II կողմից Արտաշատի գրավման ժամանակ։ Եկեղեցու հատվածում պեղումները սկսվել են դեռևս նախորդ տարվանից, երբ գեոֆիզիկական հետազոտության արդյունքներն ուրվագծեցին կառույցի հետքերը։ Առայժմ պեղվել են եկեղեցու հարավային, արևելյան եւ արևմտյան ելուստները եւ որոշ կենտրոնական հատվածներ։ Պեղավայրն արդեն փակ է, պեղումները կշարունակվեն հաջորդ տարի եւ տարածքի ծավալով պայմանավորված հավանաբար դեռ երկար կտևեն։ Սա հնագետների ճամբարային տարածքն է, որտեղ էլ համարակալվում, պահվում եւ աստիճանաբար ուսումնասիրվում են ոչ միայն եկեղեցու, այլև ամբողջ անտիկ Արտաշատի պեղավայրից գտնված գտածոները։ Իսկ Արտաշատում համակարգված պեղումներ սկսել են իրականացվել դեռևս 1970-ականներից։ Երբեմնի Մետաքսի բանուկ ճանապարհներից մեկի վրա գտնվող Արտաշատ քաղաքը, որտեղ հատվում էին առևտրական ու մշակութային ուղիները, հնագետներին հաճախ է անակնկալներ մատուցում նոր գտածոների տեսքով։ Եվ բոլորովին զարմանալի չի, որ օրինակ նույն Արտաշատի պեղումներից մենք ունենք նյութեր, որոնք այստեղ են եկել Միջին Ասիայից, Եգիպտոսից, Ղրիմից, անգամ Իսպանիայից, Հյուսիսային Աֆրիկայից եւ այլն։ Այդ առումով անտիկ դարաշրջանը ունիկալ է, որովհետեւ մաքսիմալ մտքի եւ ապրանքի շրջանառություն է եղել։ Ինչ որտեղ համեմատելի է հիմիկվա ժամանակի հետ, գիտեք։ Մենք ասում ենք գլոբալիզացիա եւ պատկերացնում ենք, որ դա 20-րդ դարի վերջի բան է, երևույթ է, մինչդեռ մարդկությունը ապրել է գլոբալիզացիաների բազմաթիվ ալիքներ։ Եկեղեցու կործանման պատճառները վերջնական կպարզվեն հետազոտությունների արդյունքում։ Դեռ վաղ է ասել, թե ինչպես կվերականգնվի կառույցը, բայց եկեղեցին առնվազն մասնակի վերականգնելը, կոնսերվացնելն ու հանրայնացնելը պարտադիր է, ասում է Մկրտիչ Զարդարյանը։ Սոնա Խաչատրյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։